երեք այստեղից խոսվեց առաջին տիկին Աննա Հակոբյանի մասին ու ինչ-որ բառեր էր օգտագործվում այստեղ, որը նախ հարիր չէր ազգային ժողովի պատգամավորուհուն նման արտահայտություններ շաղ տալ եւ նաեւ Պարոն Մինասյանը այստեղից խոսում էր, որ մեր նախկին ղեկավարների եւ այլնի մասին մի խոսացեք, հիմա ես ինչ եմ ուզում ասել, նախանձություն կա անկեղծ ասած մեջները, ընդդեմ տիկին Հակոբյան, որովհետև տիկին Հակոբյանը երբ գալիս է մարզեր, կրթվել է նորաձևա շրջանակներում, դուք ուղղակիորեն պետքա տեսնեք իրեն ոնց են դիմավորում, ուղղակիորեն իրեն ոնց են սիրում, հիմա այստեղից նորաձևը կրթվել է նորաձևը ինչ գումարներ է պետական ծախսվում անվտանգության համար, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ վարչապետի ընտանիքին պարտավոր են ու պարտական են պաշտպանելու պետական պահպանության ծառայողները։ Երկրորդը, տեսեք, ուրիշ ձև չեն կարողանում թիրախավորել վարչապետին ու վարչապետի ընտանիքին, հիմա իրենց մագլավիկները փորձում են տարբեր տեղել նստել կանգնելով ասել, որ գիտեք, այ օրինակային սուպերմարկետը ոնց որ պատկանում է վարչապետի տիկնոջ, ասենք հարց, ինչի ասում է, բա որը տես չի խիա տենց արագ զարգանում։ Սենց սուտ լուրեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ լուրերը ստահոտ են։ Նախ ողորմած տատս էր ասում էշնիչ գիտի, նուշն ինչ է, դե անկիրթ մարդիկ չգիտեն, կրթվելու իմաստը որն է, այո, բոլորս կրթվելու կարիք ունենք,